ձեզ չի մտահոգում այն փաստը, որ այս բանին 4 բարձրաստիճան հոգեվորված։ Շատ եմ մտահոգում, որովհետև իրենք մեր հոգևոր եղբայրներն ու ընկերներն են։ Մենք իրոք ոչ միայն աղոթում ենք, այլ հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի, արդար քննություն կլինի եւ տղաները դուրս կգան։ Նրանք կալանավորվել են այս իշխանության օրոք եւ դուք գնացիք։ Ես դա ճիշտն ասած, դա ես չեմ կապում որևէ իշխանության հետ, ուղղակի ես ափսոսում եմ, որ դա տեղի ունեցել է, իրենք մեր եղբայրներն են, իմ ուսանողական ընկերները եւ ափսոսում եմ։ Ուրիշ խնդրեմ, ամեն մեկը մի հարց է դեկարել։ Սրբազան 10 arczepiskopos-ներ է միացել վարչապետի կոչին, հորդորին ազատագրելու մայրաթոռը Գարեգին Բ-ից։ Այս ընթացքում եղել են հոգևորականներ բարձրաստիճան, որոնք ցանկություն են հայտնել, կամք են հայտնել միանալու ձեզ։ Ուրեմն մենք առաջին հերթին մեր վարչապետից շնորհակալ ենք, որ այնքան ազնիվ գտնվեց, որ այն հարցերը, որոնք տարիներով գոյություն ունեին, բարձրաձայնեց։ Մենք ես կասեի ոչ թե այդքան միացել ենք, այլ մենք իր աջակցությունն ենք ստացել, որովհետև այն խնդիրները, որոնց մասին մենք այս վերջին օրերին խոսել ենք, դրանք մեր հոգևոր անվտանգությանն են վերաբերում եւ մենք վստահ ենք, որ այդ հոգևոր անվտանգության հարցերը պետք է կարգավորվեն, որպեսզի մեր պետության եւ պետականության անվտանգությունը կարգավորվի։ Այսինքն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնել է վարչապետը, նորություն չէին ձեզ համար, դրանք տարիներով եկեղեցում կուտակված Ոչ միայն մեր համար դրանք չէին բարձրաձայնվում։ Այո, եկեղեցու ներսում մենք շատ ենք բարձրաձայնել, այնպես չէ, որ մենք չենք խոսել, ու հանկարծ մի օր մենք խոսեցինք։ Մենք միշտ այդ հարցերը բարձրացրել ենք, բայց երբ որ գալիս է մի պահ եւ տեսնում ենք, որ այդ հարցերը չեն լուծվում, արդեն մենք դիմում ենք մեր հասարակության աջակցությանը, որպեսզի միասնաբար այս խնդիրները բարձրացնենք։ Ինչ վերաբերում է միացողներին, ես կարող եմ ասել, որ լուր մենք շատ միավորվողներ ունենք, որոնք ամեն վայրկյան սպասում են հարցերի դրական լուծմանը։ Կաշկանդված են բացահայտ միանալու։ Ամենայն հավանականությամբ, այո, որովհետև դեռ մարդիկ իրենց համար պիտի ճշտեն այդ քայլին գնալու, որովհետև այստեղ ոչ թե Էջմիածնի կամ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ է, սա միշտ պիտի շեշտենք մեր գործողությունները հանուն մայրաթոր Սուրբ Էջմիածնի են եւ հանուն ամենայն հայոց կաթողիկոսության։ Արդյոք եկեղեցու խնդիրները լուծվում են կառավարությունում, որ դուք գնացեք։ Ուրեմն տեսեք ինչ եմ ասում ձեզ։ Բացեք մեր պատմության էջերը, ձեզ դուր գալիս էր, որ մեր եկեղեցուն միջամտում էին ցարական կայսրությունը, պարսկական շահերը, սուլթանները, չէ, արաբական խալիվատները, չէ, ինչ է եղել։ Մենք ենք, մեր պետությունն է, մեր կառավարությունը, մենք ենք ընտրել, վաղը կընտրենք ուրիշ կառավարություն, այդ ուրիշ կառավարությունը թող գա եկեղեցու հետ միասին բոլոր խնդիրները լուծել։ Ես անձամբ կողմ եմ, որպեսզի մենք միասնաբար մեր հարցերը լուծենք։ Այդ ինչպես է, որ մեր հասարակությանը վերաբերող խնդիրներ են լինում, մենք ուզում ենք, որ միասին լուծենք։ Եվ սիրելի ժողովուրդ, եկեք փոխենք մեր մոտեցումը։ Տեսեք, ես անսահման մտերիմ եմ եղել մեր նախորդ իշխանությունների հետ։ Վաղը գա նոր իշխանություն, որտեղ ես իշխանությունը պետության եւ պետական ծառայության հետ եմ միավորում։ Եկեք փոխենք այս մոտեցումը։ Մեր իշխանությունները եթե մի օր սխալներ էլ անեն, մենք ոչ թե, չգիտեմ, ինչ կերպով դատապարտենք, եկեք օգնենք իրար։ Հասկանում եք։ Մենք չենք դուք ասում եք այդ երկխոսությունը, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, հստակ ասել է դեռ ամիսներ առաջ, ասում է պետք է գնանք Բեհարանովեի ազատենք կաթողիկոսից։ Սիրելիս, ես ներսից եմ գալիս։ Տասնյակ անգամներ եմ փորձել այդ երկխոսությունը։ Եթե դուք մտածում եք Էջմիածնի ներսում պատրաստ էին, դուք սխալվում եք։ Եկեղեցին առաջինը պահանջեց աշխարհիկ իշխանության ղեկավարի վարչապետի հրաժարականը, իդեպ 2 տարի անց, երբ որ Գարեգին Բ-ին հարցրին արդյոք դուք շարունակում եք պահանջել, ասաց, որ մեր հայրապետական կոչը ժամանակով սահմանափակված չէ։ Ուրեմն եկեք այլևս դրան չանդրադառնանք, որովհետև 2021 թվականին տեղի ունեցել
ընտրություններ 2026 թվականին թող տեղի ունենա խաղաղ ընտրություններ, խաղաղ մթնոլորտում, ինչ կլինի, մենք եկեք նայենք այլևս ապագային։ Մնացածը ես մեկ անգամ եւս ցանկանում եմ այս վերջին խոսքով ավարտենք, դուք եք մրսել, դուք եք մրսում Վեհափառ Հայրապետին այսօր էլ պատրաստ է վարչապետը երկրի ընդունել, իրեն հետ խոսել եւ այո անձամբ է ասել ընդունել, խոսել եւ նրա հետ քննել եւ իր հանգստի կոչվելու եւ հետագա մայրաթորին վերաբերող եկեղեցին վերաբերող բազում հարցեր, որովհետեւ լեցուն խնդիրներ կան։ Միայն կաթողիկոսի հրաժարականով հարցը չի լուծվում, որովհետև այնտեղ կան շատ հարցեր եւ այդ հարցերը կարող են լուծել այսօրվա գործող ամենայն հայոց կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Արձագանքը ինչպիսին է եղել ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Առայժմ դեռ իրեն փոխանցել են, կարծում եմ փոխանցվել է։ Ունեն երեխաներ, այդ թվում նաև ձեր անվան հետ են կապված։ Գիտեք ինչ կա, արդեն ես այդ մասին շատ պատասխանել եմ չեմ ուզում։ Ներողություն կասեցիք չի ընդունել Վեհափառ Հայրապետը այդ առաջարկը, այդ հրավերը վարչապետին։ Ես անկեղծորեն տեղյակ չեմ։ Վեհափառ Հայրապետը ժամանակին չի ընդունել, երբ որ ամիսներ առաջ, շատ ժամանակներ առաջ դիմում ենք, ասում ենք, հանդիպեք, խոսեք, այս ամբողջ ընթացքում գուցե նա ցանկացել է, բայց միշտ կարծեք թե ինչ որ մի ուժ, ինչ որ մի տեղից կարծեք դա խանգարել է։ Բազան միջուկով հարցեր։ Ես արդեն պատասխանեցի։ Աստված բոլորիդ օրհնի, եթե վստահ եմ հավատք ունեք, բաժանեք իրար մեջ, էլի։ Մենք իրար մեջ պետք է բաժանենք, թե դուք մեզ պետք է բաժանեք։ Բաժանեմ։ Աստված օրհնի ձեզ։ Ես մի օրդեր տամ ձեզ, էլի։ Ես ընթացքում ավելի համազգային լեցուն հարցեր կան, մեր հոգևորականներին բոլորին տվեք այդ հարցերը։ Դրանք են պետք։ Օրինակ, ինչ հարց։ Այ հետ ես նոր խոսեցի, հոգևոր անվտանգության հարցը, մեր գալիքի հետ կապված, մեր ազգային ինքնության, մեր ազգային գաղափարախոսությունների, մեր պետականության։ Եկեք մենք սա մեր ազգի, դուք շատ անելիք ունեք, լրագրողները պիտի բարձրացնեն այս բարձր որակի հարցերը, որպեսզի համազգային քննարկումների տանենք։ Հաջողություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար